Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Antifake-ի հետ մենք շարունակում ենք սիրված Ղազարյան versus Ղազարյան նախագիծը եւ ձեզ ներկայացնում հերթական թողարկումը։ Այս թողարկմանը մենք հիմք ենք ընդունել Պետրոս Ղազարյանի ունեցած հարցազրույցը Գյումրի ավականու ընտրությունների թեմայով, որին հրավիրել էր ոչ թե գյումրեցու, այլ իջևանցի Վահագ Ալեքսանյանին։ Մենք նրան կմշակենք շատ մեծ հաճույքով եւ արդեն երրորդ անգամ բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, իսկ donation alerts, Patreon, super chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ի թիմին այս եւ մյուս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն քաղաքական իրավիճակին եւ իրադարձություններին։ Դուք գիտեք, որ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի պակասող ձայները կտա, բայց նաև հայտարարեց, որ ինքը չի միանա եւ փաստացի կմնա ընդդիմություն տալով իր ձայները Վարդան Ղուկասյանին։ Մենք այսօր այս ամենը կվերլուծենք ազգային ժողովում քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ, բարեկո պարոն Ալեքսանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Պետրոս, բայց ես մի բան ասեմ էլի քեզ։ Դու ասում ես Մարտուն Գրիգորյանը հայտարարություն արեց, որ պիտի միանա Վարդան Ղուկասյանին, հետո սենց կանեն, հետո ունես կամ տրամաբանական չի, որ այդ հարցերը դու քննարկես Վարդան Ղուկասյանի հետ, Մարտուն Գրիգորյանի հետ, ենթադրենք մյուս ավականու անդամներ, ովքեր այդ որոշումները կայացրել են, ու որոշումներից կյանքա փոխվելու, իրադարձությունա փոխ։ Ասեք կանչել ես ընտրությունները Գյումրի հետ ոչ մի կապ չունեցող, Գյումրիում պարտված քաղաքական կուսակցության ներկայացուցիչին, դրա հետ քննարկես, թե ինչ ալնելու Գյումրիում հաղթող ուժերի միջև, հա, դրա տրամաբանությունը ո՞րն է։ Անցած անգամ փողոցից էր մի հատ գյումրեցի քթե բերե։ Այս անգամ Գյումրիի փողոցներից փոխանակելը կարեր Վիլենին բերեր Գաբրելյան, էլը գնացել էր Գյումրի փողոց։ Սա ինչ կապ ունի Գյումրիի հետ, որ սրա հետ պիտի քննարկես Գյումրի ավականու ընտրությունների վերաբերող հարցեր։ Դու էլ գլուխդ վերցրել ես եկել ես։ Չես ասում, այ Պետրոս ջան, ախ ես գյումրեցի չեմ, ես իջևանցի եմ, ես ԿՊ եմ, մենք պարտվել ենք, մենք առավոտից իրիկուն գնացել պարտվել ենք։ Մենք ինչ իմանանք ընդ ինչ կլինի։ Դες խոսալու տեղը, հա, եկել ես դες դարակազմիկ մտքերդ հայտնես։ Ես կարծացի ձեր մեկնաբանությունը այս դեպքերից հետո դուք գրում եք, որ Գյումրիում տարածորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում ենք։ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը եւ իհարկե Մարտուն Գրիգորյանը մարկանց խաբելով ձայներ հավաքեցին եւ դրանք տվին Վարդան Ղուկասյանին։ Ես հիշում եմ, պարոն Ալեքսանյան, որ այդ ձեր նշած մարդիկ ասում են, որ մեր նպատակը ԿՊ-ին գցելն է։ Մի վարքյան։ Եվ որպեսզի ընդդիմությունը միավորվի եւ ԿՊ-ն իշխանություն չլինի Գյումրիում։ Է մարդիկ արել են, ինչ ասել են, ինչու են խաբել, որտեղ է սուտը։ Իմ նշած հերթականությամբ Ռուբեն Մխիթարյանը 24 News-ի եթերում հայտարարում էր, որ այն մարդիկ, ովքեր պնդում են, թե ինքը փորձում է, թե ինչ են անում, միանշանակ իմ դաստիարակությունը թույլ չի տա ես եթերում նման բան ասեմ։ Ինչ է թույլ չի տալի Վահագ քեզ որ խոսես։ Դաստիարակությունը։ Այսինքն դու դաստիարակություն ես ստացել։ Դու նոր իմացանք, հետաքրքիր է։ Այս այսօրվա բացահայտումն է, Պետրոս։ Փաստորեն սա դաստիարակված մարդ է։ Կարող է բանել է դաստիարակված Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովանիսյանը, Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրելյանը։ Դրանք էլ են դաստիարակված, հա։ Դրանց դաստիարակությունը թույլ չի տալի ինչ-որ բաներ անել, թե ինչ-որ անում են իրանց դաստիարակության համապատասխան են անում։ Դաստիարակված է։ Անդաստիարակներ։ Բայց այն մարդիկ, ովքեր պնդում են, թե ինքը փորձում է այնպես անել, որ նախկինները վերարտադրվեն, արտաթորանք են ուտում, այլ բառով ասած իհարկե։ Մարտուն Գրիգորյանը ձեր վարած բանավեճից բոլոր տեխնացուների հետ Գյումրու քաղաքապետի դուրս եկավ, հենց Գյումրու թատրոնում էր, չէ՞, անցկացվում բանավեճ։ Թատրոնի դիմաց մի այնպիսի ճառ ասաց, որ տենց մարդկանց մոտ տպավորություն էր, թե Վարդան Ղուկասյանի դեմ պայքարող մի վերջին սամուրայ է իրականում Մարտուն Գրիգորյանը, ել չասած, որ նաև ներքին խողովակներով էսպես անընդհատ շրջանառում էր թեզը, թե ԿՊ-ն ու Վարդան Ղուկասյանը միասին են։ Դա Մարտուն Գրիգորյանն էր ասում, որ ինքը բացահայտել է դա դրա համար իրան ճնշում։ Այո, ուղիղ տեքստով դա էր ասում, ձեզ մի դեպք էլ պատմեմ, այս սրա հետ կապված ուղիղ։ Գյումրիում քարոզարշավի ժամանակ մենակ մի թաղում եմ այդ թաղային քարոզարշավի մասնակցել Թուրքի մայլա թաղում։ Ուժ ես ասում։ Ինչի համար ես մենակ այդ մի Գյումրի մեծ քաղաք է, բազմաթիվ թաղամասեր ունի։
Դու ինչի ես մենակ գնացել Թուրքի մայլա։ Լսել ես, որ Թուրքի մայլայա, ուրեմն կարողան դե թուրքերը լինեն, հա այդպես մի ամիտ ասել ես դե մերոնք հնդեղ են, էլի ես գնամ մերոնց շրջանում Խարոզ Արշավանը, մենք իրար ընդեղ լավ կհասկանանք, այդ տղան դե շուտվանից թուրք չկա, հասկանում ես, այդ թաղամասի անունը դες պատմական է մնացել, եթե իհարկե դուք չբերեք ընդե թուրքերին լսնեք, Թուրքի մայլայի հետ էլ գնացել ես, որ քեզ ընդե լավ զգաս, հա։ Գյումրիում գիտես ինչ թաղամաս կա, Վահագ, միասկոմբինատ։ Այդ դու պետք է գնացածել էր միասկոմբինատ։ Այդ թաղամասը գնայր ընդե Խարոզ Արշավաներ, մի հատ է կարող ասեիր, կլի մի հատ մտնեմ մի հատ ստուգ վեն բան, մի հատ քեզ ընդեղ նայեն իրանց սարքավորումներով, իրանց լաբորատորիայում, մի հատ կշերքի հանեի, մի հատ նորմալ հետազոտեին ճամփե։ Միասկոմբինատ կա Գյումրիում։ Դու էլ գնացել ես Թուրքի մայլա։ Արա որտե թուրքներն եք եթե մեկ չեք մանում, էդի Թուրքի հետ կապ ունի, չունի, այնքան որ անվանումը չելի թուրք։ Հարա շատ թուրքն եք է, բայց դու կարա։ Քայլում ենք մի պապիկ տարեց տղամարդ մոտեցավ, բա ձեզ շատ եմ սիրում ասեց, բայց ձեզ չեմ ընտրելու, մեր Մարտունին եմ ընտրելու։ Մի րոպե, Վահագ, հետաքրքիր է։ Այս պապիկը որ քեզ ասում էր, որ քեզ շատ է սիրում, բայց չես հարցնում, ասես պապի ջան, իմ ինչն է սիրում։ Խելքն է սիրում, տեսքն է սիրում, շնորհքն է սիրում, խոսքն է սիրում, գործունեությունը, ասեք, ինձ հետաքրքիր է, էլի, որ արդեն մեծ տղա ես, ես քանի տարեկան ես, քեզ մինչև հիմա ոչ մի աղջիկ որ չի սիրե։ Այդ պապին քեզ ինչի է սկսել սիրել, բա քեզ չի հետաքրքիր, հազիվ քեզ մարդ է սիրում, բայց չես հարցնում, ասես պապի ջան, իմ ինչն է սիրում։ Բայց դες սիրելու բան կա, մի հատ աղջիկ եք սիրել, էլի քեզ, այսքան ժամանակ։ Անտռոսիկ տղա էր։ Հիմա ես վստահ եմ, որ գնանք նորից էլի Թուրքի մայլա, ես կարամ էլի Թուրքի մայլա Մարտունի թաղ, ես կարամ պարզ ճակատ մտնեմ, Մարտունը կարա թե չէ, երկրորդ հարցը։ Դե որ Թուրքի մայլայա, Վահագ ջան, դու որտեղ է Թուրքի մայլալի, դու կարաս հանգիստ բաց ճակատով մտնես։ Դու հիմա կարաս ասենք բաց ճակատով եթաս Սումգայիթ, բաց ճակատով կարաս եթաս Բաքու, բաց ճակատով կարաս եթաս Կիրով։ Որտեղ հիմա թուրք կա, դու ընդե հանգիստ, մեծ բայց ընդե Գյումրիում թուրք չկա։ Գյումրի թուրք մի քանի հոգի Երևանով գնացել եք երևանցիներով հավաքվել եք ստեյ թուրքեր են եղել հավաքվել եք գնացել եք փորձել եք Գյումրին թրքացնեք այնը գյումրեցիները հավաքվել են ասել են Ռադներետ քաշեք գնացեք դուք եք Ռադներետ քաշեք եկել եք նստել եք Պետրոսի մոտ թուրքա թուրք Պարոն Գրիգորյանը հայտարարություն է արել նա ասում է որ այն երկու թիմերը այսինքն Կարեն Սիմոնյանի եւ Ռուբեն Մխիթարյանի թիմերը լավ գիտենալով որ այսպես կլինի անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի եւ տված տեխնացուին սատարելու մասին եւ շանս չտվեցին այլ քննարկումներ, այսինքն պատասխանատուն են երկուսն են։ Դեսա հա դասական բան է, ինքը շատ լավ գիտի ինքը ում է դարձնում քաղաքապետ։ Ինքը դա բոլորիցս լավ գիտի ու բոլորիցս շատ է դրա մասին խոսել, թե ով է իրականում Վարդան Ղուկասյանը ու թե ինչ մեղքերի մեջ է հենց ինքը մեղադրել Վարդան Ղուկասյանին։ Ու շատ լավ գիտի, որ տենց կաշին չփոխվելու մասին հայտնի ասացվածքն է շատ լավ գիտի ու գիտի, որ այս պատասխանատվությունը իր ուսերին է, սա ուղղակի կարծում եմ ճղճին փորձ է, որպեսզի իր վրայից այդ պատասխանատվությունը գցի։ Լսի Վահագ, Մարտուն Գրիգորյանը չի որոշում է, ով պիտի լինի Գյումրի քաղաքապետ։ Գյումրի բնակիչները որոշում են, ով պիտի լինի Գյումրու համայնքի ավականու անդամ։ Համայնքի ավականու անդամներն էլ որոշում են, թե ով պիտի լինի քաղաքապետ։ Հիմա Գյումրի բնակիչները հավաքվել են ընտրություն են արել, որպեսզի հանկարծ ՔՊ չլինի, որովհետև ՔՊ-ն էդի թուրքն է։ Իրանց ընկալումներով, իմ ընկալումներով այլ է, տենց, այսինքն ՔՊ-ն Թուրքի շահերը սպասարկողն է, ՔՊ-ն Թուրքի պահանջները կատարողն է, որպեսզի Գյումրիում ՔՊ-ական, այսինքն ադրբեջանա-թուրքական իշխանություն չհաստատվի, մարդիկ մի հատ քվեարկել են, ասել են ՔՊ-ից պրծանք։ Հիմա ՔՊ-ից պրծանք մնացին հայերով։ Հայերով էլ իրար մեջ պիտի հավաքվեն, որոշեն թե ով լինի։ Որոշման համարել կարծեմ շատ տրամաբանական լուծում ենք, թե ով հայերի մեջ ամենաշատ ձայնը հավաքել է, մյուս հայերը իրանց քվեներով օգնում են, որ նա դառնա քաղաքապետ։ Ինչ կան դե չհասկանալու։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը, քաղաքի հետագա ճակատագիրը եւ այլն մնալու է այդ երկու կուսակցությունների եւ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Ինքը այլևս պատասխանատու չէ։ Դե այդպես չի լինում։ Այդպես չի լինում ու չի կարող լինել։ Դու չես կարող մեկին դարձնել քաղաքապետ, հետո ասել իր վրա պատասխանատվություն չի։ Մի ուրիշ բան է պատմեմ։
ամբողջ քարոզարշավի ընթացքում Ռուբեն Մխիթարյանի համար քարոզչություն արած մարդիկ այսօր Facebook-ում թեգում են մեր կուսակիցներին, մեր կուսակցությանը, ասում են դատեք Վարդան Ղուկասյանին, թույլ մի տվեք նա դառնա քաղաքապետ։ Այսինքն մարդիկ քեզ գրում են, Վահագ, ճիշտ հասկացա, չէ, Պետրոս, որ մարդիկ քեզ գրում են, ասում են տարեք Վարդան Ղուկասյանին կամ Մարտուն Գրիգորյան կամ ուրիշին դատեք։ Դու դատավոր ես, Վահագ։ Արա դու ոյ չբերես իմ գլխին, արա ախր դատանի որոշմամբ ես չեմ կարա դատավորների մասին խոսամ։ Դու դատավոր ես։ Փաստորեն հիմա այս հաղորդումից հետո անձի բռնել են, ասեն, ինչի ես դու դատավոր Վահագ Ալեքսանյանի մասին հաղորդում վարե Ղազարյան versus Ղազարյանը։ Արա բայց չգիտեի որ դու դատավոր ես։ Դու մարդ ես դատում։ Բա որ դու դատավոր չես, դու մարդ դատելու իրավունք չունես։ Մարդիկ ինչ են գրում քեզ ասում, տարեք դատեք։ Կարող է մարդիկ այս 7 տարվա մեջ հասկացել են, որ այս երկրում դու դատական իշխանության վրա գործադրում եք ներգործություն, իրավապահ մարմինների վրա գործադրում եք ներգործություն։ Մարդիկ դա զգացել են, դրա համար ձեզ գրում են, ասում են տարեք դատեք։ Իսկ մեկի չի գրի ասի տար սրան դատի։ Քեզ չեն գրում։ Ասում եմ եղբայր, բայց հազար ներողություն էլի ես ինքս անձամբ եկել էի Գյումրի ու անձամբ ասում էի, որ երբ որ ընտրում եք Ռուբեն Մխիթարյանին, ընտրում եք Վարդան Ղուկասյանին, ընտրում եք այս մեկին, ընտրում եք Վարդան Ղուկասյանին, ընտրում եք այս մեկին, դուք այդ ժամանակ շարունակում եք, էջը նայում եմ ախր, դուք այդ ժամանակ շարունակում եք քարոզչություն անել։ Լսի, Վահագ, դու իսկականից այդ աստիճան, այտենց հիմարություններ ես դուրս տվել։ Այսինքն ի՞նչ է նշանակում, որ եթե ընտրում եք Ռուբեն Մխիթարյանին, ընտրում եք Վարդան Ղուկասյանը համայնքի ավականու ցուցակի առաջի համարը, ով որ ընտրելու էր Վարդան Ղուկասյանին, գնաց ընտրելա Վարդան Ղուկասյանին։ Այո, օրինակ դու կարայիր ասել, որ եթե ընտրում եք Սարիկին, ուրեմն ընտրում եք ՔՊ-ին, ուրեմն ընտրում եք Ալիևին։ Էդի չոտկի, ասես գծով էթում է։ Բայց Վարդան Ղուկասյանին ընտրողը Ղուկասյանին ընտրե, Մարտուն Գրիգորյանին ընտրողը Գրիգորյանին ընտրե, Ռուբեն Մխիթարյանին ընտրողներն ընտրե, Սիմոնյան Կարենին էլ իր ընտրողներն ընտրե։ Ինչ կապ ունեն դրանք։ Մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս, ԿՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Դուք իշխանություն եք Գյումրիում։ Պետրոս, բա որ այտենց տարին մի անգամ Գյումրիում մարզպետ են նշանակում։ Այդ իշխանությունը ում է պատկանում։ Այդ մարզպետանը գտնվում է Գյումրիում։ Գյումրիում ուղղակի Պետրոս, սրանք իշխանություն երբեք չեն եղել, երբ որ որոշումը կայացնում է ժողովուրդը։ Օրինակ ոչ մի անգամ ԿՊ-ն Գյումրիում համայնքի ավական ընտրություններում հաջողություն չի ասել։ Ոչ մի անգամ ընտրովի քաղաքապետ չի ունեցել, բայց ընտրովի քաղաքապետին պաշտոնանք են արել։ Սարիկին իրանց, որ քաղաքական անասնագողությամբ գնացել են ուրիշ տեղից բերել են։ Սարիկին կարգել են քաղաքապետի պաշտոնակատար։ Այդ որոշումը կայացրել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն իրան Գյումրիում իշխանություն չեն եղել, որովհետև ժողովուրդը չի ուզել, բայց միշտ զավթել են այդ ժողովրդի իշխանություն։ Այդ է փաստն է։ Այտենց է, չէ՞ փաստը, պարոն Մեծն Վահագն Ալեքսանյան, թե ուրիշ փաստեր էլ կա։ Ոչ։ Մենք նախկինում Գյումրիում թվականակով երկրորդ խմբակցությունն էինք, նախորդ ընտրություններում ստացել էինք 7000 ձայն, այս պահին Գյումրու համայնքապետարանում ավականու կազմում ամենամեծ խմբակցությունը քաղաքացիական պայմանագիրն է։ Համամասնական ընտրակարգի ներդրումից հետո քաղաքացիական պայմանագիրը այս ընտրություններում ամենաշատ ձայն ստացած կուսակցությունն է, որպես օրինակ 16 թվականին Սամվել Բալասանյանը այդ համամասնական ընտրակարգով քաղաքապետ էր դարձել ընդամենը 14000 ձայնով։ Մենք ստացել ենք 17000։ Մի րոպե, խառնում ես իրար։ Դու Սամվել Բալասյանի 2016 թվի ձայները համեմատում ես այս տարվա ԿՊ-ի ձայների հետ, բայց դու չես ասում մեր հարգարժան Պետրոսին, որ դուք 2016 թվին էլ եք մասնակցել Գյումրի ավականու ընտրություններին, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, պարոն Ալեքսանյան, բայց այդ ժամանակ ինչքան ձայն եք ստացել, գիտես դու, ես գիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքով որ մտնի ինքն է կարա իմանա, ԿՊ-ն 2016 թվականի ընտրություններին ստացել է 638 ձայն։ Իմացար, պարոն Ալեքսանյան, 638 ձայն, եւ որը 4 անգամ ավելի պակաս է անվավեր քվեաթերթիկների քանակից։ Այդ օրը ընտրության ժամանակ եղել է 2475 անվավեր քվեաթերթիկ։ Բա քո մոտ հարց չի առաջանում, ասես 16 թվին։ Ընտրություններին ընդամենը 638 ձայն ստացած քաղաքական կուսակցությունը։ Այդ ինչ եղավ, որ հանկարծ 2025 թվի արտահերթ ընտրություններին 17000 ձայն եղավ։ Այդ մնացածը, թե մնացած ամբողջ 16000 ձայնը ոնց է յուրացրել,
Այդ դա գրած է անկախ դիտորդական առաքելությունների հաշվետվություններում։ Թե ոնց եք դուք վարչական ռեսուրս չարաշահե, թե ոնց եք դուք ազդել մարդկանց ազատ կամքի վրա, թե ոնց եք իրավապահ մարմինների միջոցով ճնշել ընդդիմադիր թեկնածուներին, ազդել հասարակության կարծիքի վրա։ Այդ 17000-ի հետ դուք բացարձակապես կապ չունեք։ Ձերը այն 638-ից էլ իմ ահագի մարդ խելքի եկած կլինի, իսկ թվում է մաքսիմում դուք կունենայիք մոտ մի 38 ձայն, մաքսիմում։ Այդքան մարդ կլինի, այդքան թուրք կլինի հիմա Հայաստան, Պետրոս, որ լելեթային Գյումրիում ապրեին։ Դժվար է լի, չէ՞։ Ես էլ եմ կարծում, կարող է էլ չլի։ Մեր 17000 ձայնը ավելի շատ է, քան Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի ստացած ձայները միասին վերցրած։ Ու եթե այս ընտրակաշարք, բան, այս ամեն ինչն էլ տակից եթե հանես, ինձ թվում է առնվազն առավել քան ակնհայտ է, թե ով է այս ընտրություններում ինչ աջակցություն ու քաղաքացիների համակրանք ստացել։ Այսինքն իմ ասածը հասավ քո խելքին, չէ՞, որ այդ 17000 ձայնը ձեր հետ ոչ մի կապ չունի, ձեր այն 638-ն է մինուս 600։ Այդքանը գոնե հասկացար։ Հիմա եթե վաղը միսօր էսա ձեզ հանենք վռնդենք այս իշխանությունից, Գյումրիում ընտրություն լինի, մի հատ կգնաք նորից ԿՊ-ով կմասնակցեք ընտրության, մի հատ դու էլ կեթաս Թուրքիա մայլա անդե քարոշություն կանես, այն պապիկը տենամ կգա քեզ սիրելուց ինչ ձև կսիրի։ Բայց հերախոս հանկարծ չմիացնես, արա պապիկը մեկը տեսար հանկարծ իսկականից սիրեց։ Եղավ։ Հենց պրոստը քո համար քշերով կեթաս թո պապին քեզ սիրի գաս։ Տենամ քանի ձայն քաղաքեք դուք։ Տեսեք, հրճվողների Վարդան Ղուկասյանով հրճվողների թեզը այսպեսին է։ Այո, նա վատն է, բայց դուք թուրք եք եւ կլանների եւ այլնի եւ թուրքերի մեջ մենք ընտրում ենք գոնե այդ կլանները ազգային կլաններ են։ Բա ինչ, բա Պետրոս, բա ուզում ես որ մարդիկ համ թուրքի ընտրեն, համ կլան լինեն։ Դու չես տեսել որ սրանք ինչ կլանային համակարգ են ձևավորել։ Սրանից ուժեղ կլանային համակարգի, բա որքան ԿՊ-ն ունի Հայաստանում ընդհանրապես, Գյումրիում մասնավորապես։ Այդ կլանային համակարգը չես տենում դու, հա? Դու մենակ այն 5 կլանային համակարգի, հիմիկվա նոր կլանային համակարգերը չեք տեսնում։ Մարդիկ էլ ասում են ոչ կլան ենք ուզում, ոչ թուրք ենք ուզում, հայ ենք ուզում։ Ինչ վատ է։ Ազգային հողի վրա խմբակային բռնաբարություններ ու ազգային հողի վրա սպանություններ։ Okay։ Ում են բռնա, քեզ բռնաբարել են վաղ։ Մատ լուրջ եմ ասում, հələ մատ ձեռը դիր խղճի տասը, անտռուսիկ տղա ես, տենց էլ հնարավոր մեկը քեզ բռնաբարած կա։ Արա եթե քեզ բռնաբարել են գնա ասա հարգելի ոստիկաններ ինձ բռնաբարել են։ 5 հոգով ելածել են, ասա 5 հոգով այլ է, 10 այլ է, ասա 10 այլ է։ Որ հարցեն ասեն բոլորին կբռնենք, ասես բոլորին պետք չի։ Մենակ 3-ին, 4-ին ու 5-րդին։ Արա ով է ում բռնաբար, բա որ բռնաբարել են, բա որ անօրինություններ են արել, 7 տարի իշխանության եք։ Բայց հանցագործներին չեք բռնել, թողնում եք հիմա որ մի հատ է բռնաբար, դուրս եկել է, հա։ Դուրս եկել է, Վահագ։ Մի հատ արել են, մի հատ էլ անեն։ Թարգի արա այդ խայսատը, մեծ տղա ես։ Գնա փսակվի նորմալ ընտանիք կազմի հանգիստ կամար ապրի, այդ ինչ բան է։ Չէ, գիտեք ինչ են ասում են այ որ ընտրեք ԿՊ-ին, թուրքերը կգան ձեզ կսպանեն ու ձեզ կբռնաբարեն։ Իստեղ մեր հայնա Դե հիմարագույն թեզա ուղակի, մեծ հաշվով աթոռակռվի, աթոռա պաշտության ու սեփական փորը լցնելու համար, տենց բան է, էլի մեղադրանք ասենց նետում են թուրքեր։ Էս ինչ է։ Դե Պետրոս արա լրիվ խոստովան այդ սա, աթոռակռվի համար ենք անում, փորը լցնելու համար ենք անում, աթոռապաշտ ենք։ Այդ գիտենք այդ սաղ ամեն ինչ էլի, վահ, այդ ինչ ասելու բան է։ Բայց գյումրեցիներն է գիտեին, դրա համար ձեզ ուզում են կտրեն այդ աթոռից, այդ աթոռներն է տան ձեռները ճամփեն։ Փորները լցնելու, այսինքն ուրիշներն են մտածում փորը լցնելու մասին, դու չես մտածում։ Պետրոս չի մտածում, մենակ դու ես մտածում։ Պարոն Ալեքսան, հիմա կա մեկ այլ բեղադրանք, որը թուրքերի հետ կապ չունի, տեսեք։ Դուք նոր ասացիք։ Սպանողի, բռնաբարողի եւ այլն։ Պարոն Ալեքսան, քանի տարի է դուք իշխանության։ 7 Ինչի է սպանողը եւ բռնաբարողը ոչ միայն ազատության մեջ, այլև հանգիստ մասնակցում ընտրություններին։ Որովհետեւ ձեր իշխանությունը չի կարող այդ հարցը լուծել։ Ոչ, որովհետեւ սահմանադրությամբ եւ օրենքներով միջև դատարանի ուժի մեջ մտած դատավճիռ չլինի, յուրաքանչյուրն է կարա մասնակցի ընտրություններին։ Այսինքն դուք այդ ինչ իրավական համակարգ եք ստեղծել, որ 7 տարի ըստ ձեզ սպանող եւ բռնաբարողը իր համար ման է գալիս։ Այնպիսի իրավական համակարգ, որը
բավականին դանդաղ է, որի արագությունից ընդհանրապես ես էլ գոհ չեմ, բայց կներեք էլի 1000 ներողություն, հիմա 1000 հոգի մարդ կա, որ մարդ հասպանել, կինա բռնաբարել, գողություն արել, էս արել, են արել, ու այդ դատերը երկար են ձգվում։ Եկեք այդ բոլոր մարդկանց տանենք մեկին ընտրենք, չգիտեմ, վարչապետ, մեկին ընտրենք պատգամավոր։ Քաղաքական ենթատեքստ։ Ոչ մեկը չունի քաղաքական ենթատեքստ։ Դուք չեք ընդունում, որ դա ձեր մեղքն է։ Արա, էսի չէ խոսում Պետրոս։ Ոնց թե, այսինքն այդ նախկին հանցագործները փաստորեն որ հիմա նշանակում են վարչապետ, նշանակում են նախարար, բան, դա դու համարում ես նորմալ։ Հիմա որ Նիկոլ Փաշինյան նախկինում դատված վարչապետ է, դա նորմալ է։ Սուրեն Պապիկյանը, որ սպանության փորձ է կատարել զինվորական ծառայության ընթացքում, նախկինում դատված, դա նորմալ է։ Կամ մյուսները, то չգիտեմ, կոռուպցիոներներ, մեկ են 0.24-ը ձեռը բռնին տարան ոստիկանություն։ Այդ հիմա որ ազգային ժողովի падգամավոր է, դա նորմալ է։ Մյուսները չասեմ, են չգիտեմ, Խաչատուր Սուքյասյան, էլ Տիլի Գագու, էլ Եսնամի ինչ, ամեն մեկը մի բան ստի ցնդից քաշքշեք, տարե, բերեր, եսի ինչեր են արել, մնացել ազատության մեջ։ Բայց ասում է Պետրոսն էլ է ասում, ասում է 7 տարի է։ 7 տարին գիտես ինչ է, Վահագ, 7 տարին ծանր հանցագործության համար մեղադրվող մարդիկ նստում ելնում են։ Այսինքն, եթե այս երկրում դուք որ մինչև հիմա դուս եք տալի, որ սաղ ժողովրդին սարքել եք հանցագործ, հիմա գնացել եք գյումրեցիներն եք ասում հանցագործներ եք, փող եք տվել, բանակից փախել եք, Արցախում չեք ուզել ծառայեք, այն դեպքում որ այդ մարդիկ գնացել են կամավոր, իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի։ Բայց ծանր հանցագործություն արած մարդ այսօր պիտի լերցեսի նորից բռնաբարել, արա, եթե բռնաբարող էր։ Բայց Պետրոսն ասում է մինչև հիմա ազատություն են, ուրեմն սուտ եք, չէ՞ խոսում։ Ուրեմն սուտ եք խոսում, ուրեմն ի վիճակի չեք ոչ երկրում արդարություն հաստատեք, ոչ արդարադատություն հաստատեք։ Մենակ մի բան եք ի վիճակի։ Հայրենիքը տակ թշնամի, կարճեք ձեր աթոռներից, աթոռա կռիվ անեք, աթոռա պաշտություն անեք, որ փորներդ լցնեք։ Հետո այդ փորները լցածից հետո էլ տակից մի բան դուրս գա, Ռուբեն Մխիթարյանն ասի դե դեր կերեք, Էդ էլ գաս ասես դժգոհես ասես չես Ռուբեն Մխիթարյանն ասում որ դա ես տյուտ եմ։ Դե միկի։ Որ մեղքը, որ մարդիկ գնում են։ Դուք ասում եք Վարդան Ղուկասյանը չէ, կներեք, չէ։ Թալանել է Գյումրին, հանցագործը, եւ այդ բոլոր գործերը, եւ այդ բոլոր գործերով կան դատական գործեր։ Որ կան ինչ։ Այդ գործերը ընթանում են։ Եվ որ կան ինչ։ Այդ գործերը ընթանում են։ Այդ գործերը ընթանում են, ու այդ գործերը հանգուցալուծվելու են։ Ահա։ Մնում գործերը 70 տարի հետ է։ Գուցե 70 տարի հետ, բայց այդ գործերը չէ, դա արդեն արդարադատություն է ուշացած։ Դե դա ուշացած արդարադատություն, արդարադատություն չի։ Մի վարքյան եկեք իրար ճիշտ հասկանանք։ Մարդիկ ասում են սիրելի ՔՊ, այս ո՞նց եղավ, որ այս մարդը ոչ միայն չի վախենում խոսալուց, այլև առաջադրվում է մի բան դες սպառնում է։ Շատ լավ, եկեք ասեմ, ուրեմն նախ գլուխը պատին է տալիս, ցանկացած մեկով մեզ կսպառնա։ Բա ով կարած, դուք կարաք սպառնաք, հա։ Այսինքն չհասկացա, ճիշտ եմ հասկանում, որ եթե մեկը ասում է մեկին պարկասնելու եմ ասֆալտին, ուրեմն դա սպառնալիք է գլուխը պատով է տալի։ Եթե ասում է կծեփեմ պատեպատ, ուրեմն գլուխը պատովն է տալի։ Եթե մուրճը վերջնում է ասում այս մուրճով կխփեմ սրա նրա գլխին, ուրեմն գլուխ պատովն է տալի։ Եթե ասում է պիտի բորդուր տա մեկը բորդուր լիզի, ուրեմն գլուխ պատովն է տալի։ Եթե ասում է այս մետաղական մանդատ ունեմ, մետաղական մանդատով պիտի բոլորին ջարդեմ, դա գլուխ պատով է։ Արա գնացեք դուք է ձեր գլուխն էլ որ պատեն ուզում եք խփեք, արա։ Այս ժողովրդից ինչ եք ուզում դուք։ Ու ես ձեզ ասում եմ, նման հերոսներ չի, որ հետագայում դարձել են անդիմադիր նույն դաշտի բանը, էլի, խարանը որպես այդպեսին Սյունիքի համայնքապետերը ձեզ օրինակ, բայց ինչևէ, ես թույլ տվեք ասեմ հետևյալը։ Սյունիքի քաղաքապետերն չեն դառը խարան, որ Աննա Հակոբյան Երևանից գնալուց հետևի ավտոյի մեջի բագաժնիկից ծաղիկները հանում տալիս էին համայնքի ղեկավարներին, ասում են դու Աննա Հակոբյանին։ Դրա համար էին դառնում խարան, բա ինչի համար դի դառնային խարան։ Բա Աննա Հակոբյանին ծաղիկ նվիրողը արդեն խարան է, էլի։ Դու ծաղիկ նվիրել ես, այսինքն դու կյանքում ես մի կնգա ծաղիկ նվիրել։ Լավ էլ արել ես չնայած արես որ տեղը մի հատ աղջիկա կյանք պիտի խորտակես, լավ էլ արել ես որ չես արել։ Մենք այս ընտրություններում, ու առհասարակ բոլոր ընտրություններում մենք ասել ենք, որ մենք երբեք ընտրական օրենսգիրքը չենք խախտելու։ Սահմանադրությամբ մարդու քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքները չենք ոտնահարելու։ Չենք ձեր անկարողությունը։ Չէ, մի վարքյան էլի, մի վարքյան։ Այսինքն այդ ընտրական օրենսգրքում է գրած, հա, որ պիտի ընտրություններից առաջ
բոլոր ընդդիմադիր տեխնացուներին հերթով ձերբակալեք, որ ընտրություններից 2 օր առաջ պիտի գնաք տեխնացուների շտաբերում խոզարկություններ անեք։ Այդ ընտրական օրենսգրքում է գրած, որ ընտրություններից 2 առաջ տեխնացուի բարեկամներին, մեկ էլ ավականու անդամներին պիտի ձերբակալեք։ Այդ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հավասար մրցակցային պայմաններ եք ստեղծել։ Ընտրական օրենսգիրք դուք չեք խախտում, չէ՞։ Դու հիմնականում գիտեք, որ օրենսգիրքն եք խախտում, վաղ քրեական օրենսգիրք, բայց կարգավորվի ոչ։ Ընդհանրապես անկարողության մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ կա ժողովրդավարություն։ Ժողովրդավարություն կոչվածում, երբ որ երկրորդ տեղը Գյումրիում զբաղեցնում է Վարդան Ղուկասյանը, ուրեմն գյումրեցիների երկրորդ նախընտրելի տեխնացուն այդ ընտրություններում եղել է Վարդան Ղուկասյանը։ Կներեք։ Լսեք, Չէ, հիմա ես հասկանում դուք ինչ եք ասում։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ոնց է հասել այդտեղ։ Այդի բացատրեք։ Հեղափոխությունից հետո, երբ որ պետք է թալանչիները պատասխան տային։ Թալանչիները պատասխան տալիս են ու կտան, որն էլ դեռ չի տվել կտա։ Բայց դու ասենք որ ես իմացել, որ ով է Թալանչին Պետրոս։ Եթե մարդը չի հիմնավորվել նրա մեղքը, ով ասե որ Թալանը նրա արածն է, այլ ոչ թե քո ու քո կնգա, որ նստած տեղը միլիոններով փող եք ստանում։ Դու Թալանը անպայման մտածում ես, պետք է տաս ճանկերով ասես կնես պոկես բանանես Թալանես, հիմա որ դու նստածը տեղը ամսական մի քանի միլիոն դրամ նստում է քո հաշվի վրա, մի քանի միլիոն էլ նստում է կնգատ հաշվի վրա, առանց ոչ մի բան անելու, այս երկրի հարստության տերն եք դառնում։ Բայց ով ասում որ էդի չի Թալանը, ուրիշն է Թալանը, մանավանդ են ուրիշի հետ կապվածել, որ ոչ մի մեղադրանք չի եղել։ Բայց իսկ կարաս էդի բացատրես Պետրոս։ Թե ոնց այլ է որ դու Թալանչի չես էլ է ուրիշն է էլ է։ Հավատացնում եմ ձեզ, որն էլ դեռ չի տվել կտա։ Օրեկան ռեժիմով նրանց գույքերը բռնագանձում են ու հենց նույն Վարդան Ղուկասյանը իդեպ իր Բերանովա լավա Քարոզ Արշավից առաջ ասել, ես իմ համար տանը նստած էի, եկաք ընկաք իմ հետևից դատական գործերը բացեցիք, ինձ տանում եք դատեք, ես դրա համար մտա քաղաքականություն։ Իրա Բերանովա սա։ Բայց չդատեցիք։ Այդքանի ամսը պետք է Վերակենդանացրեցիք։ Հարգելի պարոն Ղազարյան, Հայաստանի Հանրապետությունում ցանկացած մեկը ում նկատմամբ դեռ չկա դատարանի օրենքի ուժ ստացած վճիռ, իրավունք ունի առաջադրվել ցանկացած պաշտոն։ Բայց կարող ենք առնվազն դա չի նշանակում, որ դատական ռեֆորմը ձախողված է, որովհետև եթե 7 տարի դատարանի որոշում մենք չունենք ակնհայտ դա բաների չի նշանակում, որ պետք է գնալ ցանկացած հանցանքի մեջ մեղադրվողին գնալ ընտրել ասելով այ չդատեցիք, էլի չդատեցիք, ժողովուրդ ջան։ Պետրոս, դու էլ այդպես հայտնագործություն արիր, այսինքն նստել ես հիմա սրան ապացուցում ես, որ 7 տարվա մեջ սրանք իրանց խոստումները չեն կատարել, հավայ սրան նրա հասցեին ինչ ասել են, 7 տարվա իշխանության ընթացքում ոչ մեկի հանցանքը ոչ կարացել են հիմնավորեն, ոչ կարացել են, հայտնագործություն ես արել, էլի դու Արքիմեդն ես, էլ արդեն Պետրոսը չես, դու արդեն այսօրվանից Արքիմեդն ես, ջուտ ես արել, ջուտարար Պետրոսն ես, Արքիմեդ։ Խելքիդ նայի։ Լավ, Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ պատրաստ է Փաշինյանի հետ սուբորդինացիան պահի, գա դիմավորի, դուք պատրաստ եք իր հետ աշխատելու։ Ով, դուք ով։ Ես։ Չէ, դուք ով։ Սևշուն Կարագյուշը։ Պարշի ով, եթե իշխանությունը դուք եք, եմ արտել ասում եմ, ես պատրաստ եմ քաղաքավարությունից ելնելով նրանց բարև բալուսը։ Դուք ով, Սև շունը, իմացար ով։ Կառավարությունը իշխող ուժը ներկայացնում է ուժը սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված լիազորություններ ու պարտականություններ ունի, դրանք կկատարի։ Հա, դա շատ լավ են կատարում, Պետրոս նկատել է, չէ, որ սահմանադրությամբ ինչ լիազորություն, ինչ պարտականություն որ ունեն։ Այս մարդկանց ինչ ուզում ես ասա, այդ մի հարցում բան չես կա, այնքան բարեխիղճ չեն։ Ուղղակի մեկ-մեկ այդ պարտականությունները որ կատարում են, այն է սահմանադրությամբ չէ, էլի Ալիև օրինակ իրանց հանձնարարություններ է տալի, որ իրանք պարտականություններ են ստանձնում, որ գալիս են տենում են այս անտեր մնացած սահմանադրությունը խանգարում է։ Մի հատ ուրիշ պարտականություն է դնում, գալիս են տենում են անկախության հռչակագիրը խանգարում է։ Ասում են դավայ վերցեք փոխեք անկախության հռչակագիրն է փոխեք, սահմանադրությունն է փոխեք, միջազգային պայմանագրերն է փոխեք, օրենքներն է փոխեք, որ մենք պետք պարտականություն իր համար սահմանադրությունը դա ոչ թե այն է, ինչը գրված է ժողովրդի կողմից հանրակրվեով ընդունված փաստաթղթում, այլ ինչը որ գրված է խաղաղության պայմանագրում, որովհետև իրանք հիմա մի հատ արդարադատության նախարար ունեն, կոչվում է Սրբուհի Գայլան։ Սրբուհի Գայլանն ասում է մենք սրբենք, թափենք սահմանադրությունից բոլոր այն հոդվածները, որը խանգարում Ադրբեջանի հետ պայմանագիրը։ Դրա համար իր անունը Սրբուհի է։ Որտեղ ինքը պիտի մեր սահմանադրությունը եւ օրենքները եւ երկիրը սրբի թափի, որ տեղը բերի լցնի Ալիևին։ Այդ ժամանակ ինքը կլինի Սրբուհի Ալիևա։
բայց այդտեղ էլի ասում եմ, էլի հանկարծ այնպես չստացվի, որ էլի բանը Մանվել Փարամազյանի կամ այն մյուս Սյունիքի համայնքապետերի օրը գցեն Վարդան Ղուկասյանին ընդդիմադիր դաշտում։ Եղավ պարոն Ղուկասյան, եթե հանկարծ ձեզ երկրորդ ավտոյի բագաժնիկի մեջից ծաղիկները հանեն, բերեն տան Երևանից բերած ծաղիկներ, ասեն կտակ Աննա Հակոբյանին, այդ ծաղիկները չտակ Աննա Հակոբյանին, որովհետև որ տակ կընկնեք Մանվել Փարամազյանի օրը, ու դա անհանգստացնում է մեր պարոն Վահագ Ալեքսանյանին։ Չանեք, ոչ մեկ դե չանեք, ով ընտրվի համայնքի ղեկավար, չտակ այդ ծաղիկները Աննա Հակոբյանին, բան կտակ իրան, կանաչի կտակ, բիբար կտակ Թուտանի Աջափսանդար, Սարգի Նիկոլնուտի։ Ըստ ձեզ, ինչպես է աշխատելու ավականին, որովհետև եթե Մարտուր Գրիգորյանն էլ չի միանում Վարդան Ղուկասյանին, ապա Վարդան Ղուկասյանը ավականին փոքրամասնություն է, որովհետև իր ուժերը եւ ձեր ուժերը դուք մեծամասնություն եք։ Պետրոս, բայց ճիշտ եմ հասկանում, որ քեզ հիմա անհանգստացնում է, թե ոնց է աշխատելու Գյումրիի ավականին։ Էտա չէ քո հարցը, էտա քեզ հետաքրքրում։ Լսի այդ տղա, բայց քեզ չի հետաքրքրում, որ արդեն 6 ամիս է Գյումրին ավականի չունի։ Որ օրենքով սահմանված է, որ ամեն 2 ամիսի մեկ պիտի ավականու նիստ լինի, արդեն 6 ամիս է Գյումրին ավականու ոչ մի նիստ չի արել, որ համայնքը բյուջե չունի, 25 թվի բյուջեն չեն հաստատել, որովհետև սրանց ստեղծած արհեստական ճգնաժամը ավականին լուծ արելու տեղի է ունեցել դեկտեմբերից առաջ, այսինքն դեկտեմբերին 25 թվականի բյուջեն չի հաստատվել։ Բայց եթե քեզ հուզում է թե Գյումրու ավականին ընտրություններից հետո ոնց պիտի աշխատի։ Բայց մա չես հարցնում, ասես, այ Վահագ, այ իշխող կուսակցություն, այ թուրքի կուսակցություն, այդ Գյումրիում ավականու աշխատանքներն ընչեք խափանել։ Ընչի գնացիք Բալասանյան դաշինքին զրկեք մանդատներ։ Մանդատներից զրկեք ավականու անդամների թիվը դեռ բավարար էր, որ քաղաքապետ ընտրեք, շարունակեք աշխատել։ Ընչի ԿՊ-ի ձեր խմբակցությունը չգնաց ավականու նիստի։ Էդի չես հարցնում, հա։ Դե դե որ չես հարցնում, ուրեմն մենք էլ կարանք չհարցնենք։ Բայց Ղազարյան versus Ղազարյան ինչի համար է Պետրոս։ Որ քեզ բռնեցնի դες բաների վրա, սրանց էլ հետները։ Բռնվակ։ Մենք համայնքապետարանում ունենալու ենք ավականու ամենամեծ խմբակցությունը, ու ով ինչ ուզում է ասի, չգիտեմ ով ընդեղ իրան ինչ ուզում է համարի, դա ես վստահ եմ իրեն զգացնել է տալու ու քաղաքացիական պայմանագիրը առնվազն կարողանալու է նաև տեղ-տեղ որոշիչ դեր ունենալ։ Տես չի լելու, Վահագ ջան։ Դուք արդեն մի հատ սխալ արել եք, այդ ձեր սխալը, հատ խոսքա չէ, ասում եմ, ձեր հացբիզը կհայտնվի ձեր ձեռքը։ Դուք տարել եք համայնքի ավականու կազում ընդգրկել եք համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին, դպրոցների տնօրեններ, պոլիկլինիկաների գլխավոր բժիշկներ, արվեստի դպրոցի տնօրեններ։ Եթե քաղաքապետը փոխվի, բնականաբար այդ մարդիկ չեն կարող հակադրվեն իրենց քաղաքապետին։ Դրա համար այդ մարդիկ սիրուն, շարքով, շարանով դուրս կգան քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, իրենց մանդատները կպահեն ու կեթան կմիանան հայկական խմբակցությանը։ Եղավ, իմացար ինչ ալելու։ Հուսով ենք, որ հենց տենց է կլինի։ Էլ ինչ նախքին ներկա կոնտեքստ, եթե բարի ամենաուղիղ իմաստով Վարդանիկը պիտի դառնա Գյումրու քաղաքապետ։ Վաղ մի բան հարցնեմ, էլի, այդ որ ասում ես Վարդանիկ, ում նկատի ունես։ Ասենք 64 տարեկան մարդու, որ քո կյանքը ապրել ես, քո կյանքի, քո տարիքի, կրկնակի տարիքը ունեցող մարդուն, դու ասում ես Վարդանիկ, հա։ Արա հերեր չունես, որ ասեմ հորդ թայ մարդ է։ Բայց նոր մի քիչ առաջ ասում էր իմ դաստիարակությունը քեզ դուր, բայց որ քեզ դաստիարակությունը մեկը տվե։ Չի ասե տղա ջան, երիտասարդ ես, քեզնից ավակի նկատմամբ առնվազն պիտի հարգանք ունենաս։ Ու նա դառել է Վարդանիկ, դու էլ ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանն ես։ Նորին գերազանցություն։ Ամեն նախագահ առաջադրել էր 2 ական տեխնացու, Սերժը 2, Քոչարյանը 2, ու այդ 2 տեխնացուներով կարողացան մաքսիմալ շատ քվեներ կորզել։ Լսրա խելքը նայվա։ Ուրեմն ինքը Պետրոս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի տեղակալն է։ Նիկոլ Փաշինյանի տեղակալն է այդ կուսակցությունում։ Ինքը կուսակցության ղեկավարը տեղյակ չի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն է։ Մասնակցում է Գյումրու ավականի ընտրություններին ինքը իր կուսակցություն։ Տեղյակ չի, որ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրություններին չի մասնակցում, տեխնացու չի առաջադրել։
Ուրեմն սա տեղյակ չի, որ Ռոբերտ Քոչարյանը առհասարակ որևէ կուսակցություն չի ղեկավարում, հետևաբար ինքը որ ուզի էլ չի կարա տեխնացու որևէ մեկին առաջադրի, որովհետև համամասնական ընտրակարգով տեխնացու առաջադրում են մենակ կուսակցությունները։ Ուրեմն այսքան բանը չգիտի, հերիք չի։ Մի հատ էլ ասում եմ, որ դրանցից ամեն մեկը երկուական տեխնացու են առաջադրել։ Երկուական տեխնացու առաջադրել տրամաբանությունը, չէ՞, որ ինչ լինի։ Իրանք մի հատ տեխնացու չեն կարում առաջադրել, մի հատ սարիկ չունեն, իրանց տեխնացուն իրանց կուսակցության մարզային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյան, նախկին մարզպետ, նախկին հիմիկվա դեպուտատ, իրանց դրած մարդով տարել են լաբորատորիա, հետազոտել են, նարկոտիկը մազից հանել են, իրանք նույնիսկ մի հատ տեխնացու չեն կարում առաջադրեն, գնացել են սարիկ են գողացել բերել։ Բայց ասում է ուրիշ կուսակցություններ ընդ երկուական տեխնացու են առաջացած եւ որտես բան չի էլ։ Այդ է սրա խելքն է։ Ու էսի սրանց մեջի այն մեկն է, որի դու էլ մարդ չես կարում ճարես, միսը ասա վակ 69 հոգի մնացել է այդ ոչխարների պատմությունից հետո ձեր խմբակցությունում։ Ոչխարները 2 հոգու տարան, մնացին 69 հոգի։ Այդ 69 հոգու մեջից ասրան արդեն որերորդ անգամ ես կանչում, որովհետև էս սրանց մեջի խելոքն է, չէ՞։ Հələ դու պատկերացնում ես, ասեք բանին կանչածելներ։ Սրան լուլուին։ Հələ պատկերացու Վիլենին կանչածելեր Գաբրելյան։ Արա չնայած որ Վիլենին կանչածելեր ավելի հետաքրքիր կլներ։ Երկու բաժակել բան կանեիք, եթերից առաջ մատ իրար հետ կխմեիք, ինքն մատը կծխեր են անտերից սիրուն, անաս մատ հետաքրքիր զրույց կլեր, որ էլ չասած, թե չէ։ Վահ։ Այս ընտրությունների միջև ընտրության հաջորդ օրը համ Սերժի խմբակցությունը, համ Քոչարյանի խմբակցությունը ձկան պես լուր էր։ Լսի, հենց ինչ է խոսում։ Պետրոս Մատիրյան հարցրասա բադուկ, մինչև Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը։ Ինչ էիք ձկան պես լուր։ Հենց հույսեր ունեին, էլի, որ կարող է հանկարծ Մարտուն Գրիգորյանը ուրիշ հայտարարություն անի, իրանք զորով էլ իշխանազավթում անեն։ Հենց Մարտուն Գրիգորյանը հայտարարությունից ամեն ինչ պարզ դարձավ, որ իրանք պարտվելու են, արդեն նոր ակտիվացել են։ Վարդան Ղուկասյանն էլ ինչի ասում Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ։ Հարգելու է, հարգում է, քաղաքապետ է եղել երկար տարիներ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում միասին գտել են պետություն համայնք համագործակցության ձևը, որի արդյունքում Գյումրիում կառուցվել են հարյուրավոր բնակելի շենքեր, վերացվել են այդ տնակային ավանները, կառուցվել են նորանոր թաղամասեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ, փողոցներ, հրապարակներ են բարեկարգվել։ Այդ քաղաքապետարանի շենքը, որ հիմա տարեսարիկին դրել են, հենց այդ ժամանակը Մարտեն ասում է, ես քաղաքապետ եմ եղել, նա նախագահ, մեծ ուշադրություն է հրավիրել աղետի գոտու նրա խնդիրներին, ես էլ հարգել, բայլում հարգես, եթե ոչ են մարտում, որ առավելագույնն անում այդ քաղաքը շենացնելու, զարգացնելու, աղետի հետևանքները վերացնելու համար։ Դուք ասա այդ 7 տարի, որ ձեզ ahuma բռնաբարողներին չեք կարում գտնեք, տանեք, դատեք, դատապարտեք։ Մի բան արել եք այդ Գյումրի համար, որ այսօր երեսներդ բաց, Թուրքի մայլից բացի ուրիշ մայլա էլ կարողանա գնալ, ասեք ձեր համայնքում, ձեր կյանքում այս փոփոխություններն են կարել, մեծ իշխանություն տվեք։ Չէ, պիտի մենակ թուրքերին ծառայեն սրանք։ Դա համար թուրքերն են հարգում։ Դե հիմա Վարդան Ղուկասյանը կհարգի Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նրա շնորհիվ է ինքը պաշտոնավարի հաջողությունները, սրանք էլ կհարգեն Իլհամ Ալիևին։ Սրանց նախագահը Իլհամ Հեյդարիշն է։ Ընտրության հաջորդ օրվանից սկսած փայատերերը այս քաղաքական թիմերի Քոչարյանի խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը հայտարարություն տարածեց, հիշում եք։ Իշխան Սաղաթելյանը քանի անգամ այս ընթացքում գնաց եկավ Գյումրի։ Իշխան Սաղաթելյանի Գյումրի գնալու մասին հələ ես ոչ մի անգամ ոչ մի տեղ չեմ լսել։ Գյումրիում դու ես գնացել։ Հələ ես ելույթ էր ունենում, հենա դու ես ասում որ գնացել ես։ Ինչ են արել։ Իշխան Սաղաթելյանը այդ տղա Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի մարմնի ներկայացուցիչն է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը այդ ընտրություններում չի մասնակցում, տեխնացու չի առաջադրել, համամասնական ցուցակ չի ներկայացրել։ Ինչ ես հիմար խոսում, կարաս բացատրես, ով որ առաջադրվել է, անպայման պիտի դու մենակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի անուն տակ, որ կարողանաք խոսալու բան ունենաք։ Այո, Ռոբերտ Քոչարյան այս երկրի ղեկավար 20 տարի առաջ է եղել։ Սերժ Սարգսյան 10 տարի առաջ է։ Դուք Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի հետ գործ չունեք 7 տարի է դուք ես երկրում իշխանություն եք։ Կլի ձեզնից խոսակ։ Ձեզնից խոսակ։ Դուք ինչ եք խոստացել գյումրեցիներին, ինչ եք խոստացել երևանցիներին, ինչ եք խոստացել ղարաբաղցիներին, ինչ եք արել գյումրեցիների համար, երևանցիների համար, ղարաբաղցիների համար։ Ձեզնից խոսեք, արա։ Պարոն Ալեքսանդր, նրանք ասում են, այո, Վարդան Ղուկասյանը մեր իդեալը չի։
Բայց մենք պայքարում ենք ձեր իշխանության Ոնց դեմ։ իդեալը չի։ Այտենց։ Իդեալն է։ Չարած փոքրագույնն Եթե իդեալը չլներ, իրանց առաջի Չէ։ համարը չէր էլ Տեսեք քեզը որն է։ Լսի, ում առաջի համարն է։ Արա, ես քեզ հիմա դու այսքան ժամանակ գնացել ես Գյումրի։ Ընտրություններով ես զբաղվում։ Տաժական բաներ չգիտես։ Վարդան Ղուկասյանը ում առաջի համարն է, Վահագ։ Այդտեղա Գյումրի պետք չի գնալ դրա համար։ Կենտրոնական ընտրական հանրաժողովի կայքերն Վարդան Ղուկասյանը առաջադրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից ինքը գլխավորում է կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը։ Հələ մտ ինձ ասա տենան Պետրոսին էլ ասա, թող ժողովուրդն էլ լսի։ Կոմունիստական կուսակցությանը Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ կապ ունի, կարաս ինձ ասես։ Որ ասես Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ կապ ունի, ասեմ հա։ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության ղեկավարն է, բայց Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել Գյումրի ավականու ընտրություններին։ Որ ասես Ռոբերտ Քոչարյանը գլխավորել է մի դաշինք, որի մեջ եղել է Հայ հեղափոխական դաշնակցությունը, ես կասեմ ճիշտ է, որովհետև դա տենց է, բայց Հայ հեղափոխական դաշնակցությունը Գյումրու ավականի ընտրություններին տեխնացու չի առաջադրել։ Հիմա ասեք թե դու առաջադրված տեխնացուների մեջ գնում ես մարդ ես գտնում ասում սա գիտես ինչ, սա բանն է, արա, սա Ռոբերտ Քոչարյանն է, սա Սերժ, ասեք Սերժ Սարգսյանը որ ուզեն առաջադրի կուսակցության ղեկավարը Թղթերը տանում են հանձնում են կենտրոնական ընտրական հանրաժողով, քեզնից պիտի վախենան, ասեն արա չարա, առաջադրվենք հանկարծ Վահագը կարող է գախի լինի մեզ քննադատի, ավելի լավ է մտուր խելքիդ նայի, ասեմ, ինչին ասեցի նայի, խելքիդ, լավ, գախիդ նայի, գախիդ, դրա մեջ ինչ կա այդ էլ արդեն թողնենք մեր հեռուստադիտողների երևակայությանը։ Նրանք ասում են, որ մենք պայքարում ենք ՔՊ-ի դեմ, որը երկիրը տանում է կործանման։ Այո, դրա ճանապարհին մենք գուցեև գնանք ինչ-որ կոմպրոմիսների Վարդան Ղուկասյանի դեմքով։ Դա կոմպրոմիս չի, դա իրանց կվինտեսենցիան է, ես դες նորից եմ ասում։ Վարդան Ղուկասյանը իր էությամբ լավագույնն է, ինչ Սերժա Քոչարյանը կարա առաջարկի Հայաստանի Հանրապետության։ Բայց քո լավագույնը ինչն է, արա։ Ձեր լավագույնն էլ են Կարեն Սարուխանյանն է, որ դուք կարաք ստեղծեք, հա։ Բայց դու մի հատ հələ օր ես նրանց երեսի վրա եմ էլի զարմանում Պետրոս սրա երեսը քո երեսից պինდა լուրջ եմ ասում այսինքն դու ԿՊ-ն ունենալով դու քեզ ունենալով հələ բերանդ բացվում է դու ուրիշի մասին խոսած Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի արտադրանքը չէ իրանց քաղաքական գործունեության արտաթորանքը դուք եք այ ես բան չունեմ ասելու որ մի քիչ լավ ղեկավար էին այդ երկիրը Այս կարգի արտաթորանք քաղաքական չեր առաջանա, որ բերեր շանհոտը գցեր մեր երկրում, իր երկիրն է տաներ այդ վիճակին։ Դա իրանց գործունեությունը արտադրանք չունի, իրանցը արտաթորանք ունի, ձեր տեսքով, ձեր իշխանության տեսքով։ Բայց կներեք, Մարտուն Գրիգորյանի նույն ռեյտինգը դուք բարձրացրեցիք։ Ով դուքով։ Իշխանությունը։ Ինչով։ Բռնեցին։ Ծնողների եւ հետո թողեցին, թե ինչի բռնեցին, ինչի թողեցին եւ մարդը դարավ հալած։ Հարգելի պարոն Ղազարյան։ Դուք կապ չունեք ուժայինների հետ։ Չէ, մի վարքյան էլի, եթե ձեզ թվում է թե սա հիմա sense կիսակատակ ենք անում, որ մենք կապ չունենք ուժայինների հետ, որ ես որպես այս ընտրություններով շատ դուրս զբաղված կուսակցության վարչության փոխնախագահով եղել է Գյումրիում սեփական դեմքով ու ներկայացրել է թե ինչ անում այնտեղ։ Եթե ձեզ թվում է ես մեր թիմը առհասարա կապ ունի ինչ որ մեկի ձերբակալության հետ դուք չարաչար սխալվում եք կամ մտածում եք որ մենք հիմար ենք վաղ դե անցած անգամ ասում էիր մտածեք որ մենք ապուշ ենք հիմա մտածեք որ մենք հիմար ենք ձեր հիմար կամ ապուշ լելու համար մեզ ոչ մի լրացուցիչ պատճառ ոչ մի լրացուցիչ առիթ պետք չի եղբայր ջան հանգիստ մենք վստահ ենք որ դուք հիմար եք մենք վստահ ենք որ դուք ապուշ եք բայց մեզ անհանգստացնում է որ դուք հիմար ու ապուշ լելով փորձում եք մեզ ժողովրդին հիմարի ու ապուշի տեղ դնել Այսինքն հիմա դու ուզում ես մի ամբողջ ժողովրդի հիմարի ու ապուշի տեղ դնես քո հիմար ու ապուշ հալով որ դուք ձեր քաղաքական թիմը իրավապահ մարմինների հետ բացարձակապես կապ չունի այն WhatsApp-ն էլ որ ուղարկել է ձեր թիմի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամբողջ իրավապահ համակարգին ներքին գործերի նախարարին քննչական կոմիտեի ղեկավարին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին բարձրագույն դատական խորհրդի նախագահին
ու նրանք հրաժարական են տվել, գնացել են, այդ ինքը չի ուղարկե, կնիկն է արել։ Ինքը քնած է, խմած քնած այլ է, միտեղ վեր ընկած այլ է, կնիկ հեռախոսը վերցրել գրելա։ Դուք կապ չունեք դրա հետ։ Հետո որ դրանից հետո ձեր ուզած մարդկանց նորից նշանակում, դրա հետ էլ կապ չունեք։ Այդ ձերբակալությունները բաներ չի, այ մարդ ինչ կապ ունեն իրանք Պետրոս ջան, իրանք միայն քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Քաղաքական մտքեր, գաղափարներ են գեներացնում եւ կյանքի են կոչում իրենց տված ժողովրդին տված խոստումները։ Ո՞վ արեց։ Ո՞վ արեց։ Ուժային համակարգ արեց, ես ինչ գործ ունեմ, ինչ արեցին, ուժային համակարգ։ չէ, կներեք էլի, բայց ուժային համակարգին էլ sense չստացվի էլի, թե խփում ենք, այդ մարդիկ էլ իրաց բանը ունեն։ Այդ տղա, ասում ով արեց։ Սարիկի աղբերն արի։ Ինք ինչ կապ ունի։ Ուղղակի իրանք Սարիկի աղբորը նշանակել են վարչապետի ենթակա ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետ։ Շիրակի մարզային վարչության պետն էլ ԱԱՑ օպերատիվ հետախուզական տվյալները տալի քննչական կոմիտեին եւ հակակոռուպցիոն կոմիտեին եւ ընտրություններից երկու առաջ քննչական կոմիտեն ու հակակոռուպցիոն կոմիտեն խոզարկություններ են իրականացնում ընդդիմադիր տեխնացուների շտաբերում ձերբակալում են նրանց ընտանիքի անդամներին եւ թիմակիցներին։ Ով արեց, ոչ մի չիման, ով արեց, իրավապահներն արեցին։ Անշնորհք իրավապահները։ Եկան ընդդիմադիրները ռեյտինգները բարձրացրին, հատուկ են արել, գիտես, իրավապահները հատուկ են անում, բա գիտես Պետրոս իմ ռեյտինգը ինչքան է բարձր։ Հիմա իմ դեմ որ քրեական գործ արում, իմ դեմ ռեյտինգը գիտես ինչքան է բարձրացել։ Բա որ ինձ ծեծեցին իմ ռեյտինգը ինչքան բարձրացավ։ Տենց է, երբ որ մարդուն բռնության ես ենթարկում, գործից հանում ես, քաղաքական հալածանքներ ես ենթարկում, տանում ես բանտ ես նստացնում, դրանց ռեյտինգ, արա վա, կլինի ձեր ռեյտինգը բարձրացնենք։ Հա Պետրոս, բռնենք սրանց ռեյտինգը բարձրացնենք։ Մի քիչ տես քաղ հալադարձնենք, մենք գանք իշխանության, սրանց բոլորին տանենք, բռնենք, ձերբակալությունների ռեյտինգի համար, չէ՞ օրենքն է պահանջում։ Բայց ամեն դեպքում մի քիչ ձեր ռեյտինգը բարձրացնենք, էլ արա ձեր սաղը, դրա շատ այ չէ ձեր ռեյտինգը, դեռ մենք ժողովուրդ ոչ մի ձեզ չի ընտրում։ Մի քիչ ձեզ բռնենք, տանենք, լցնենք բանտերը, բան անենք, մի քիչ հետապնդումների ենթարկենք, մի քիչ ռեյտինգները բարձրանա, էլ արա, դες լավ չի։ Գործ ունեն։ Այդ մարդիկ էլ իրանց գործ ունեն, որը ինչ որ հանցագործությունների մեջ կասկածվողներին ինչ որ բայ տանել ցուցմունք վերցնել։ Եվ մյուսը թողել։ Եվ Չէ, միսորը չէ Պետրոս, օրինակ 70 տարեկան կնոջը երկու օր պահել էին։ Հələ ավել 72 ժամ ասում մինչև չլռացա բաշխո։ Դե մա իրավապահ մարմին, դեր մեն հանցագործություն 90 տարեկան կին է, բայց դա հանցագործ է էլի, հանցագործություններ անում։ Հատկապես ընտրական շրջանում, հատկապես ընդդիմադիր տեխնացուի աջակիցը 70 տարեկան կլի, 80 տարեկան կլի, 90 տարեկան կլի, բանը։ Վակ, դու որ ապրում ես, կարծեմ մայրիկի դու մորքուրիդ հետ ես ապրում, չէ՞, մեկը 74 տարեկանն է, մյուսը 69։ Դրանք հեչ հանցագործություն բան չեն անում։ Հա? Բռնեն տանեն մի օրով պահեն հետո բաց թողնեն, մի քիչ ձեր ռեյտինգը բարձրանա, հələ պատկերացնում ես, ասեք այդ հաստուն տենաս մամայիդ ու մորքուրիդ բռնել են։ Բռնել են, տարել են, հա, բա դու կապ չունեք, իրավապահներն են արել։ Բռնել են, տարել են, մեկ է սա թերթերը գնում են։ Ձերբակալվել է Վահագ Ալեքսանյանի մորքուրն ու մայրիկը։ Նրանք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ։ Մի օր հետո բաց թողեն, մեկ էլ ռեյտինգը բա, ի՞նչ վատ կլինի օրինակ։ Բայց եթե քո ազգականի, քո հարազատի պարագայում դա տենց պիտի լինի։ Դες նորմալ ես վերաբերում, բա որ 90 տարեկան կնկան վերցե տարել եք արա, անամոթ, արա ամոթ չեք անում դուք։ այո, եւ մուսո, եւ եղավ այն ինչ եղավ, բայց դա չի էական։ Դա չի էական, հասկանում եք, ստեղ, որտեղ ուժային համակարգը միշտ էլ անելու է իր գործը։ Ես ոչ ուժային համակարգին եմ զանգում, ոչ ուժային համակարգն է ինձ զանգում, ոչ մեր թիմին է զանգում, ասում եմ, գիտես ինչ, այս մեկի վրա ինչ որ բան կա, բռնեմ, փող են բաժանում, բռնեմ, թե չբռնեմ։ Ուժային համակարգը գիտի, որ իր գործառույթը պետք է լինի ընտրությունների ու քաղաքական գործընթացների իրավական հունը ապահովել եւ վերջ։ Ուժայինները հիմա չեն զանգում Պետրոս, զանգելով չի։ SMS։ Մտնում ես WhatsApp, իրանք ուժայինների համարներ ունեն, WhatsApp-ով գրում են, այս կանեք, այն կանեք, դիմումը գրեք, հետո այս կանեք, գնաք այս գործողությունը կանեք, մի ժամ ժամանակ եմ տալի, Արա Բրամյանին չթողնեք մտնի Հայաստան սրան, SMS-ով է։ Չեն զանգում, դա զբաղված են։ Իրանք էլ են զբաղված, կարող է հիմա դրանք էլ մարդը կարող է ծառայության մեջ է հարմար չի, մի հատ մոտը մարդ կա, զանգելով չի։ Ու իրանք բոլորով չեն տանում, ինստիտուցիոնալ մեխանիզմներ աշխատում։ Իրանք գալիս են, իրանք վարչության նախագահին ասում են, սենց բան կա, սոցիոլոգիական հարցումներ են կարել, այսինչի հեղինակությունը բարձր է։ Ինչ անենք։ WhatsApp։ Բա ոնց։ Բա խոստացել են, չէ, որ պիտի արդարություն հաստատեն մեր երկրում։ Ուղղակի 7 տարի անցել է չեն կարում, այն աստիճան չեն կարացել, որ դու էլ ես ջղայնանում, բա, Պետրոս ջան։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Արա Սրանը չի կանչիր այսօր։ Ինչ կապ ուներ սա։ Կարայիր այսօր կանչեիր,
մեր Վիլեն Գաբրելյան։ Արես Գյումրի համայնքի ավականու ընտրության ամենահետաքրքիր պերսոնաժը Վիլեն Գաբրելյանն էր, քպես փախել էր գնացել էր Գյումրի փողոցները գաստրոլների։ Բա մատ կանչեին, բերեին, նստացնեին, Վիլենի հետ խոսեին, մանրամասը կամ այն Նազերի Բաղդասարյանը։ Հիմա ընտրություններից հետո անգելա սաղ գյումրեցիների մազերը հաշվում է։ Օրենի, բայց լավը հլասելա գլխից մաս չպակասի, լավը հաշվարկները շատ չի խորացրել։ Բա բերեր մի հատ Նազելին, ասենք Նազելի ջան, քանի մազ ես հաշվե, հիմա ինչքան է մնացել, չորկաներն առանձին ես հաշվում, թե ընդհանուր ես հաշվում։ Շտաբի պետ կար, մարզպետ կար, 6 մարզպետ նախկին ԿՊ-ական գնացել է։ Դրանց թողել ես, գնացել ես, ես իմ որտեղից, ես Իջևանցի, ես տաղուն, բերել ես, սարքել ես մեզ համար զրուցա։ Արդեն հավեսներս էլ է փոխել, սրա երեսն էլ չենք ուզում տենանք արդեն։ Վերցեք տարեք նորից գցեք Խալաձե նկարը։ Մեր հյուրը Վահագն Ալեքսանյանն էր, կհանդիպենք ցտեսություն։